Կբացատրեք մեխանիզմը, ինչպես է Լոռու ձորը կամ Սևանը գեղագիտորեն գովերքել է զսպելու Ադրբեջանի ագրեսիան։ Այս հայեցակարգը Ադրբեջանի մասին չի, դա մեր մասին է։ Չասում եք խաղաղությանն ուղղված քայլ է, խաղաղությունը տանգոն մենակ չեն պարում, խաղաղությունը Ադրբեջանի հետ պետք է լինի։ Բնականաբար։ Այստեղ շատ պարզ բան է գրված, եթե օրինակ դուք ուշադրություն դարձնեք, իսկ ես ուշադրություն եմ դարձնում, որովհետև դա նաև իմ աշխատանքն է, ինչ են նկարում մեր երեխաները, երբ որ օրինակ պետք է ինչ-որ բնապատկերներ նկարեն։ Նրանցից քանիսն է նկարում իրենց կողքի բնապատկերը եւ քանիսն է, որ մի քանի ստանդարտ բնապատկեր, որը ավելի տարածված եւ ընդունված է, դրա շրջանակում արտահայտում իր պատկերացումները։ Գիտեք, մենք չենք նկատում, որ ապրելով այստեղ, այս ժամանակի ու տարածության մեջ, երբեք հայացք չենք ուղղել այստեղ, հենց այս ժամանակի ու տարածության մեջ։ Այս խնդիրը շատ լուրջ է։ Մեր երեխաները ապրում են եւ գնում են դպրոց եւ չգիտեն իրենց բնակավայրի պատմամշակութային հուշարձանները։ Այդ պատմությունը, որի մասին մենք այդքան խոսում ենք, կոնկրետ տեղերում չի խտացված։ Դա մեր յուրաքանչյուր բնակավայրում է, յուրաքանչյուր համայնքում է,